Հայկական հեռուստաէկրաններն անգույն ու դատարկ են ինչպես երբեք։ Շոու բիզնեսի միակ գույնը շպրոտ այլևս շոու բիզնեսում չէ։ Իսկական միայնությունը չգնահատված լինելն է, նա միայնակ է։ Եթերում փոփ հանրագիտարանն է, իրատեսական ու աղմկահարույց տեղեկատվության ճիշտ չափաբաժնով։ Մեր այս թողարկումը բացառիկ է։ Մեզ հաջողվեց էքսկլյուզիվ հարցազրույց ունենալ հայկական շոու բիզնեսի ամենավառ դեմքերից մեկի՝ Շպրոտի հետ։ Երգչուհին անկեղծանում է։ Սրանք Շպրոտի կյանքի մեղմ ասած լավագույն օրերը չեն։ Ինչպես մեզ լքեց մեր շոու բիզնեսի ամենավառ գույնը, ինչն էր պատճառը եւ ամենակարևորը, ինչպես է այժմ մատուցող աշխատում ԱՄՆ-ում, մեր ամենահայտնի երգչուհիներից մեկը։ Ողջ ճշմարտությունը հենց հիմա։ Դիտեք այսօր փոփ հանրագիտարանի էջերում, ինչպես է Հայաստանի ամենասկանդալային երգչուհին Շպրոտը ԱՄՆ-ում մատուցող աշխատում ու հյուրանոցներ մաքրում։ Ինչպես կարիերան սեփական ուժերով 0-ից սկսած երգչուհին որոշեց կրկին այդ նույն 0-ին վերադառնալ։ Մենք այցելեցինք երգչուհու միայնակ մնացած մորն ու կատվին, եւ վերջում կվերադառնա արդյոք Շպրոտը Հայաստան։ Ծրագրի առաջին հատվածում առաջարկում եմ մանրամասն քննարկել Շպրոտի վառ գործունեությունն ու շոու բիզնեսյան հեղափոխությունը։ Մի օր Անի Թովմասյան անունով մի աղջնակ որոշեց գլխի վար շուռ տալ հայկական փոփը։ Նրանք քննադատեցին, քարկոծեցին, մեղադրեցին ու վերջում հիացան։ Հանրային կարծիքին տեղի չտալով երգչուհուն հաջողվեց փոխել լսարանի մոտեցումը։ Հազվադեպ է պատահում, երբ հայերը համակրում են համարձակներին։ Շպրոտն այն եզակիներից էր, ում կարող էին սիրել անգամ տատիկները, որոնց համար վայրի էր երգչուհու կերպարը։ Մի օր հայ հեռուստադիտողները արթնացան քնից ու իրաշտական ալիքներից մեկով տեսան Շպրոտ անունով մի աղջկա խորոզը ստարան տեսահոլովակը։ Լսարանը միանգամից ցնցվեց, կարծիքներն այս դեպքում բազմաթիվ ու հակասական էին։ Մի մասը շտապեց անմիջապես տոնել անշնչացող շոու բիզնեսի վերջին շնչի հույսը, իսկ մյուս մասն էլ առանց վայրկյաներ կորցնելու սկսեց քննադատել մի աղջկա, ով պարզապես փորձում էր փոխել ձանձրալի շոու բիզնեսի հունը։ Անի Թովմասյան անունով մի աղջիկ հայտնվեց շոու բիզնեսում շատ պատահական, երբ մատուցողի աշխատանքից նրան նոր էին հեռացրել։ Աղջիկը ընդունվեց մեկ այլ ակումբ, սակայն երգելու ցանկությամբ։ Համառ ու համարձակ Անին, ով հետագայում իրեն Շպրոտ կնքեց, հասցրել էր արդեն գազարի հյութ լցնել նախկին տնօրենի վրա ու համառորեն հետևել իր սկզբունքներին։ Երբ աղջիկն առանց աշխատանքի մնաց, ընկերուհիները խորհուրդ տվեցին տեղափոխվել մի այլ ակումբ ու անվճար երգել, սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը։ Շպրոտն առանց խուսափելու սկսում է ակումբում անվճար աշխատել ու փորձ ձեռք բերել։ 2 ամիս անց ակումբի Մոսկվա բնակ հաճախորդներից մեկն էլ առաջարկում է տեղափոխվել մեկ այլ երևանյան ակումբ, չնչին հոնորարով։ Որոշ ժամանակ անց Անին առաջին տեսահոլովակն է նկարահանում ու սկանդալային կերպով ներխուժում շոու բիզնես։ Երբ Անին առաջի տեսահոլովակներն էր ցուցակում ու մենք տեսանք, բնականաբար նրա երաժշտությունը, ոճը, ընդհանրապես նրա խառնվածքը ընդունում էին միայն ալտերնատիվ մտածողությամբ երիտասարդներ, ովքեր հոգնել էին այդ հնդկահայկական տեքստերից, կլիպներից եւ այլն։ Ու մենք ճիշտ ասած ես այն ժամանակ ուղղակի սկսնակ լրագրող էի ու չէի մտածում, որ հասարակությունը կընդունի վաղ թե ուշ նրան։ Ինքը նախընտրում էր առաջին ժամանակների տեսահոլովակները նկարահանել ավելի թեթև երգերի վրա եւ ավելի հումորային, հա, որտեղ ինքը իր կերպարով ընդհանուր առմամբ այդպեսին էր։ Բայց առաջին եւ ամենակարևոր երաշխիքը, այսինքն կամ գրավականը, որ ինքը ուներ, դա իր անկեղծությունն էր։ Կյանքում Սև շրջան Շպրոտի մոտ սկսել էր դեռ 11 տարեկանից, երբ երգչուհու հայրը զոհվեց պատերազմում։ Սովորելուն զուգահեռ դեռ 14 տարեկանից Անին աշխատում է, որպեսզի օգնի մորը, քանի որ վերջինս այդ տարիներին շատ ծանր աշխատանք էր անում։ Անին մեծ քանակությամբ կոսմետիկա է գնում, հասնում մարզեր ու դռնեդուռ ընկնելով վաճառում։ Եվ դրանից իրան կարող է կոպեկներ մնալ, բայց ինքը այդ կոպեկները հավաքում էր հպարտությամբ, նայն տղան է, ասենց ասեն։ Ինքը այդ կոպեկները բերում էր ու տան կարիքները հոգում էին։ Չէր մտածում, որ ինքը աղջիկա, վայ մամա գնամ կոշիկ առնեմ, վայ մամա գնամ ինձ էս առնեմ, ես եմ աշխատել, այդպիսի բան իր մոտ չի եղել։ Ինքը բերել է հավասար տուն եւ մենք դրանով կարող է շաքարավազ գնեինք, կարող է հաց գնեինք, մի խոսքով սնունդին մեր ապրուստի համար։ Ինքը ինձ շատ է օգնել այդ հարցերում։ Թվում էր Սև շրջանը վաղուց արդեն անցյալում է, չէ՞ որ աղջիկը նոր հետաքրքրություն էր գտել ու նոր ասպարեզ մտել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէր։ Թեև խորոզը ստանան ու Շպրոտը տեսահոլովակներից հետո նրան արդեն շատերն էին ճանաչում ու գնահատում համարձակությունը, բայց շոու բիզնեսում տագնապ էր սկսվել։ Շպրոտի գործունեությանը դեմ էին հատկապես ոլորտի ներկայացուցիչները։ Երգչուհուն հրաժարվում էին լուսաբանել որոշ լրատվամիջոցներ, հրաժարվում էին սպասարկել հեղինակավոր դիմահարդարներ եւ վարսահարդարներ։ Միայն մի բանի համար Անին նախկինում մատուցող էր։ Կենտրոնականապես հրաժարվեցին սպասարկել Անի Շպրոտին, պատճառաբանելով, որ նա եղել է մատուցողի, ինչպես նա կարող է հիմա համարվել աստղ, ներկայացվել ասենք ամսագրի շապիկին։ Երևի սկզբում նրա կարիերայի նա
հենց ամենասխալ կողմից սկսեց, ասելով, որ նա աշխատել է մատուցողուհի, որովհետև նա սխալ մտածեց։ Իրականում բոլորը պետք է այդ փաստը ընդունեն, որպես ուժ ու օրինակ դա պետք է ծառայեր, որովհետև շատ շրջաններից ու գյուղերից երիտասարդներ կան, ովքեր գալիս են Հայաստան, ու նրանք պետք է դրանից հասկանային, որ կարող են իրոք հասնել ամեն ինչի, ինչ ուզում են լինել աստղ, լինել երգչուհի, անկախ նրանից, թե որտեղից ես եկել եւ որտեղից ես սկսել։ Բայց հայ հասարակությունը միևնույնն է չի ընդունում հաջողակ մարդկանց։ Նրանք սիրում են տանջված կերպարների, որովհետեւ հասարակության հիմնական մասը ինքն էլ իրեն համարում է ոնց որ անհաջողակ ու տանջված։ Սակայն համար շպրոտը անկախ ամեն ինչից շարունակում է աշխատել ու հաջորդ մեղր տեսահոլովակով վերջնականապես ամրապնդում է իր դիրքերը բարձրաձայն հայտարարելով, որ լսարանի ու ոլորտի մասնագետների հետ կոմպրոմիսի գնալ չի պատրաստվում։ Առաջի անգամ որ տեսա շպրոտին հեռուստացույցով այդ մեղր տեսահոլովակներ, միանգամից չհասկացա հայ է, ամերիկացի է, ռուս է, հետո որ հասկացա երգը հայերեն է ու հիճքերթեր, որ շաբաթը մի անգամ էին ընդհանրապես ցույց տալի, սկսեցի ամեն շաբաթ օր սպասել, որ այդ կլիպը մի անգամ էլ նայեմ ու CD-ին կարծեմ դեռ չէր վաճառվում ու ինձ միանգամից գրավեց ամեն ինչը, համ տեսքը, համ երգը, համ գործիքավորումը։ Տեսահոլովակում համարձակ կերպարները քննարկվեցին շատ երկար, սակայն այդ իրարամերժ քննարկումներն ու բողոքական ձայները միայն եւս մեկ անգամ գովազդեցին երգչուհուն։ Ուրեմն արտիստների երկու տիպ գոյություն ունի։ Մարդիկ, ովքեր շատ սիրում են իրենց աշխատանքը եւ ամեն ինչ անում են, չասեմ հաճույքի համար, բայց չեն անում իրենց փառք բերելու եւ չեն անում ուրիշների հաշվին իրենց ճանապարհը հարթելու ձևով եւ դրա համար չեն անում, այսինքն չեն փնտրում լայն ճանաչում, փառք, մրցանակներ, չեն կոտրում բոլոր դռները, որպեսզի նկատելի լինեն, կամ չեն անցնում շատ-շատ բաների վրայով, չեն խնդրում, չեն աղերսում, հա, երկու տիպ գոյություն ունի, կամ այդպիսին են, կամ այդպիսինը չեն։ Եվ այն արտիստները, ովքեր այդպիսին չեն, իրենք ուղղակի անում են իրենց աշխատանքը, իրենք շատ սիրում են իրենց գործը, իրենք ազնիվ են իրենց աշխատանքի մեջ, եւ իրենք մնում են քիչ թե շատ աննկատ։ Պրոտի դեպքում դա բնական նատուրա էր, շատ բնական էր, նրա բնությունն էր այդպիսին եւ դա չընդունվեց, շատ նորմալ էր, որ դա չընդունվեց, որովհետեւ ստեղծագործողի համար շատ կարեւոր է, թե դու որ երկրում ես հայտնվել եւ որ ժամանակահատվածում ես դու հայտնվել։ Այսօր մենք ունենք արձանագրված փաստ։ Անի շպրոտը կամ շպրոտը հայտնվել էր Հայաստանում սխալ ժամանակ ու սխալ կեցվածքով։ Շպրոտը թեև նկարահանվում էր անկեղծ դիրքերով, բաց տեսարաններում ու երբեմն կիսամեկ, սակայն երգչուհին շատ ավելի սկզբունքային ու պարկեշտ էր, քան միջև ականջների ծայրերը փակված որոշ արտիստներ։ Սովորաբար այն արտիստները, ովքեր էկրանին բաց են, մաքսիմալ, նույն շպրոտը, ջուսը, ռիպին, նրանք կյանքում շատ ավելի համեստ են ու շատ ավելի փակ, քան շատ հագնված անձինք բեմի վրա։ Իր իսկ վրա ընդունելով համարձակության ու սկանդալայնության վերաբերյալ լսարանի բողոքների առաջին ալիքը, երգչուհին հետագայում ճանապարհ հարթեց մի շարք արտիստների համար, որոնք քննադատվեցին առավել քիչ։ Երկրի կենտրոնական հեռուստաալիքներից մեկի ամենապոպուլյար երաժշտական նախագծում էլ շպրոտի ելույթներն ու վերջնական հաղթանակը ստիպեցին համակերպվել այն մտքի հետ, որ շպրոտը եւ երգող, եւ շոու ցուցադրող, եւ մերկացող երգչուհի է։ Այնինչ երբեք որևէ մեկը համարձակություն չէր ունեցել իրականացնելու։ Օր-օրի ավելացող վարկանիշն ու համերգների առաջարկները չէին սփոփում շպրոտին։ Կառավարական գերատեսչությունների ու նախարարությունների համերգներին ու միջոցառումներին բոլորը տքնաջանորեն փորձում էին շրջանցել ու անտեսել շպրոտին։ Պոզիտիվ, Եղիրազատ եւ Էրնեստի հետ զուգեր Քչիչյանի շքերթների առաջատար հորիզոնականներից արդեն իսկ սկսել էին քննարկել շպրոտի եւ Էրնեստի սիրավեպը։ Առավել հավանական տարբերակներից մեկն իհարկե այն էր, որ շպրոտը աջակցում էր սկսնակ երգչին ու լավ PR էր անում նրան։ Պարզվեց ամեն ինչ առավել խորն է։ Իրականում սիրավեպի մասին նորությունները տարածվեցին նրանից հետո, երբ սիրավեպը արդեն երևի կես տարուց ավել է կար, որովհետև մենք ամեն կերպ փորձում էինք դա բացարձակ ցույց չտալ, փորձում քայլել որպես սովորական ընկերներ ու ընդհանրապես չէինք խոսում դրա մասին ոչ մի ինտերվյուներում։ Սակայն հետո ոնց որ պարզ դարավ եւ չեմ կարծում դա աշխատեց որպես PR, դա ուղղակի փաստ էր, որը իրականություն էր։ Հայկական բեմի ամենաէպոտաժային երգչուհին էպոտաժի է ենթարկում արդեն Ամերիկա բնակներին։ Կարողացավ արդյոք շպրոտը հաղթահարել մեծ ճգնաժամը։ Այն, որ հայ ամենահայտնի երգչուհիներից մեկն այժմ ԱՄՆ-ում հյուրանոցներ է մաքրում, մատուցողի աշխատանք անում ու պայքարում օրվա հացի համար, հետաքրքրեց նաև ադրբեջանական դեյազին ու դարձավ ադրբեջանցիների քննարկման թեմա։ Մեր բացառիկ հարցազրույցում երգչուհին որոշեց պատմել իր կյանքի ամենադժվար օրերի մասին։
Ինչու է շպրոտը լքել Հայաստանը եւ ով է այժմ նրա նոր սիրեցյալը։ Սրանք հարցեր են, որ անչափ հետաքրքրում են երգչուհուն կարոտած լսարանին։ Այն շրջանում, երբ շպրոտի կարիերան զգալիորեն վերելք էր ապրում, անին կոտրվեց։ Չգնահատված լինելն ու պետական կառույցների արհամարհական վերաբերմունքը երգչուհին ծանր տարավ։ Ամերիկայում անցկացվող երաժշտական հայկական մրցանակաբաշխություններից մեկի հրավերով երգչուհին ԱՄՆ մեկնեց։ Արդեն հետ չգալու որոշումը համարձակ երգչուհուն հանգիստ չթողեց։ Նա վիրավորված էր մի քիչ այն փաստից, որ պետականորեն նրան ոչ մի ձևի չէին նկատում։ Նրան երբևիցե չէին հրավիրում ոչ մի կառավարական համերգ, գուցե նրա ռեպերտուարը իհարկե չի սազում, բայց չէ որ մարդը կարող է փոխի իր ռեպերտուարը այդ միջոցառման համար, բայց ինքը նեղված էր, շատ նեղացած էր, քանի որ այդ տարի միջև գնալը ինքը լիքը աշխատանք արեց։ Երբ որ ինքը մեկնեց, ես չգիտեի, որ ինքը ունի մնալու մտադրություն, ես գիտեի, որ ինքը գնում էր ինչ-որ մրցանակաբաշխության։ Եվ դեկտեմբերին ես ինքս էլ պիտի գնայի մրցանակաբաշխության ուրիշ։ Ուղղակի շատ այսպես ուժեղ հիվանդացա ու չկարողացա մեկնել, թե չէ մենք հաստատ այնտեղ առիթ կունենայինք շփվելու կամ այդ թեմայով խոսելու։ Ես հետո իմացա մեր մյուս ընկերուհիներից, որ մտադրություն կա մնալու, չողջունեցի դա, որովհետև շպրոտը պետք է այստեղ։ Նա մեծ վիշտ էր ապրել, երբ որ հայկական բանակի նվիրված համերգներին նրան չէին ընդգրկել, գուցե շատ մարդիկ եւ չգիտեին, որ նա զոհված ազատամարտիկի դուստր է եւ այդ զոհված ազատամարտիկի շիրիմը եռաբլուրում է եւ նա այն 11 ազատամարտիկներից է, ով առաջինն է զոհվել մեր հայրենիքի համար, բայց նա շատ էր վիրավորվել։ Շպրոտը որոշեց ամեն ինչ կրկին մաքուր էջից սկսել։ Ստացվում է նա սկսեց 0-ից մատուցողի աշխատանքից, հետագայում սեփական ուժերով դարձավ Հայաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը ու վերջում իր իսկ կամքով որոշեց կրկին նույն այդ 0-ին վերադառնալ։ Սկզբնական ժամանակահատվածում ԱՄՆ-ում բնակվելն ու բառացիորեն գոյատևելը հեշտ չտրվեց անին։ Պատահել է երգչուհին եւ սոված է քնել եւ գլխին տանիքի մասին մտածել։ Համառությամբ ու սկզբունքայնությամբ աչքի ընկնող անին համակերպվեց այն մտքին, որ ինքը ստիպված է ձայնասկավառակներ վաճառել խանութում, մատուցող աշխատել ու անգամ հյուրանոցներ մաքրել։ Մեր գործընկերների US Armenia եւ պրոդյուսեր Արա Ղազարյանի աջակցությամբ փոփ հանագիտարանի բացառիկ հարցազրույցում անին չխուսափեց իր կյանքի ամենադժվար օրերի մասին պատմել։ Նույն այն անկեղծությամբ, ինչը հենց ամենասկզբից խանգարեց իրեն ու միաժամանակ գրավեց լսարանին։ Ոչ երջանիկ եմ, ոչ էլ դժբախտ եմ։ Մի տեսակ գաղջ վիճակ է, իմ ամենասիրած վիճակն է, որովհետև կամ պիտի վատ լինի, կամ լավ լինի, որ հասկանաս ինչ ես ուզում, ուր ես գնում։ Բայց հիմա ինձ մոտ այդ վիճակն է, երևի ինչ-որ անցումային շրջան է, համարում եմ, որ դա ժամանակավոր է, ես պիտի անցնեմ, քանի որ ես եմ ընտրել լինել այս իմ կյանքի այս շրջանում, լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ կարոտել եմ բեմը, ուղղակի լացելու չափ կարոտել եմ բեմը, որովհետև ես չէի պատկերացնում, որ առանց բեմի ինձ թվում էր նորմալ է ապրել առանց բեմի, բայց հասկացա, որ չէ, ես չեմ կարողանում ապրեմ առանց բեմի, դրա համար գնում եմ աշխատանքի բեմական շորերով, ոմանք ծիծաղում են ինձ վրա։ Նյու Յորք քաղաքում աշխատում էի հոթելներում, Մանհեթենի հոթելներում եմ աշխատել, 2 հոթելում, առաջի հոթելում աշխատում էի մատուցող, երկրորդ հոթելում աշխատում էի housekeeping, այսինքն հավաքահար, մաքրում էի օրը 12-14 սենյակ եւ չեք պատկերացնի, ես մեյքափով, բեմական կեցվածքով, մազերս միշտ ամեն ինչ տեղին սարքված գնում էի, հագնում էի նրանց հագուստը։ Այնտեղ մեքսիկ աղջիկներ էին սենց ջանով, որովհետև այդ ահավոր դաժան աշխատանք է, ես կյանքիս մեջ մեր տանը գործ չեմ արել, մայրս է արել եւ ես պիտի մաքրեի օրը 14 սենյակ եւ երբեմն ես չէի հասցնում, բարից լայն իմաստով չոքեչոք հասնում էի տուն, քանի որ Մանհեթենից պիտի գնայի գնացքով Բրուքլին, իսկ այդ մոտ մի ժամ եւ ավելի եւ ձմեռ, կարճ ասած, ես ինձ վերցրեցի ու գցեցի փորձանքների մեջ, քանի որ երևի ես դրա կարիքը ունեի։ Խնդրեցի ընկերոջս, որ նա ինձ տրաքով տեղափոխի Նյու Յորք։ Իսկ Լոս Անջելեսից Նյու Յորք տրաքով դա շատ մեծ մեքենա է, նա ապրանք էր տեղափոխում եւ ես այդ մեքենայով 4 օր մենք գնացինք Նյու Յորք
ու իմ ճամպրուկները հանեցինք, դրեցինք Բրուքլին, չգիտեմ որ փողոցում, Բրուքլինի վրա ու ինքը շրջվեց գնաց։ Առաջին բնակարանումս ունեի գյումրեցի roommate, այսինքն մարդիկ ովքեր ինձ հետ էին ապրում, ավելի ճիշտ ես էի նրանց հետ ապրում եւ եթե նրանք չլինեին, ես շատ սոված օրեր կունենայի, բայց քանի որ այդ գյումրեցի ընտանիքը կար, Ռայատյոդյան եւ նրա աղջիկը Հասմիկը, նրանք հոգ էին տանում ինչպես իրենց աղջիկը։ Դժվար է ինձ համար ապրել այդ կյանքով Հայաստանում, լինել 10 տարի շարունակ հայտնի, սիրված եւ ամեն ինչ ավելի հեշտ է շփումը մարդկանց հետ, քեզ սիրում են, շատ դռներ քեզ համար բաց են, իսկ այստեղ դու զգում ես, որ դու ոչ թե ոչինչ ես, այլ սովորական մահկանացու ես բոլորի նման եւ ինձ դա էր հետաքրքիր, ես ուզում էի ինձ գալ նորից վերադառնալ, նորից հին անին լինեի ու տեսնեի ես արդյոք կարող եմ լինել հասարակ կյանքի մի մասնիկ։ Երբ որ գնում ես, երբ որ կորցնում ես, նոր ես հասկանում, թե իրանք քեզ համար ինչքան թանկ են։ Նույն ապրումները ունեցա, երբ Հայաստանից ընկերներին թողեցի ու եկա։ Շատ ծանր օրեր եմ անցկացրել եւ չեմ կարող ասել, որ հիմա ինձ շատ հեշտ է։ Բայց Լոս Անջելեսում ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, ունեմ լավ ընկերներ, ես գտա աշխատանք այստեղ Լոս Անջելեսում, բժշկական օֆիս է, բժշկի օֆիսում front desk, այսինքն հեռախոսներին եմ փորձում եմ պատասխանել, որովհետև անգլերենս այդքան էլ լավ չէ։ Ու փորձում եմ օգնել ինչքան որ կարող եմ եւ ընդամենը հոգ տանեմ իմ օրվա կարիքները։ Երգելու մասին դեռ երազում եմ։ Ֆինանսական խնդիրներ ոչ միայն սկզբում է եղել, այլ միշտ էլ կան, բայց ես դա չեմ համարում խնդիրներ ֆինանսական, որովհետև միշտ էլ կա ֆինանսական խնդիր, Երևանում էլ կար, ստեղ էլ կա, այնց որ ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի դաժան օրեր եմ ունեցել, բայց ամեն ինչ մարդու համար է, ես եմ ընտրել, ոչ ոք ինձ չի ստիպել, որպեսզի ես գամ ու նման վիճակում ապրեմ։ Չեմ ուզում խոսել պատճառների մասին, որովհետև դեռ մայրս եւ ընտանիք ունեմ Հայաստանում։ Դրսում, կյանքում, կլուբում, որտեղ որ ես աշխատում էի, մարդիկ, ովքեր ունեին իշխանություն եւ ովքեր ունեին փող, ովքեր անունով էին, փորձում էին ինձ ճնշել եւ փորձում էին անել այն ինչ որ ինձ դուր չէր գալիս եւ շատ դեպքեր են եղել, հիմա ես չեմ ուզում այդ դեպքերը պատմեմ։ Ես ինձ ապահով չեմ զգացել եւ եղել են դեպքեր, որ ես դիմել եմ նույնիսկ ոստիկանին, որ ինձ օգնի, ոստիկանը ասել է, որ կներես, ես ներողություն եմ խնդրում այդ մարդու փոխարեն, բայց ես ոչինչով քեզ չեմ կարող օգնել։ Իմ հայրենիքն է Հայաստանը եւ ես հույս ունեմ վերադառնալ Հայաստան, չգիտեմ երբ, բայց ես ինձ ապահով չեմ զգացել։ Շատ, այն իմ ամենաչսիրած արտիստին էլ կարոտել եմ, հայկական շոու բիզնես, ես քեզ շատ կարոտել եմ, իմ ընկերներին եմ կարոտել, Արմինկային եմ շատ կարոտել, Սոնյային, Ժորիկին, Մհերին, շատ։ Ես հոգնել եմ շպրոտից ու նրա հետևանքներից, անկեղծ եմ ասում, շատ եմ հոգնել, որովհետև այդ մի հատ կյանք էր հետաքրքիր, որ ես ստեղծել եմ, ես ապրել եմ, ոմանք ընդունել են, ոմանք չեն ընդունել, բայց մի տեսակ ուզում եմ նորից վերադառնամ իմ բնականին, իմ բնությանը, եթե նկատում եք, թողնում եմ, որ նույնիսկ բնական մազերից գույնը գա։ Իմ հայրը զոհված ազատամարտիկ է եւ իմ սրտում մի քիչ աբիդա էլ կա։ Պապայի զոհվելուց հետո իմ մայրը շատ է տանջվել, աշխատել, որպեսզի պահի ինձ եւ ես գիտեմ շատ ազատամարտիկների մայրեր եւ կանայք նրանք աշխատել են, որպեսզի իրենց երեխաներին պահեն։ Այսինքն մենք ոչ մի օգնություն չենք ունեցել կողքից, մայրս է աշխատել եւ պահել, այդ աբիդան իմ սրտում կա, ես ամեն կերպ ուզում եմ դա հանեմ, հասկանում եմ, որ երկրի վիճակը այդքան էլ լավ վիճակ չէր, առողջ վիճակի մեջ չէր, բայց կապ չունի։ Ես որ փոքր եմ եղել, երևի այդ է պատճառը, ես հիշում եմ մամայիս տանջանքները, թե ինքը ոնց էր աշխատում։ Գնահատված
չէինք։ Օրինակ, ստեղ ես աշխատել եմ housekeeper կամ մատուցող, ես ինձ գնահատված էի զգում։ Ճիշտ եմ ասում։ Ինչպես այսօր ապրում երգչուհու մայրը, ով միայնակ է։ Մենք որոշեցինք այցելել նրան։ Կվերադառնաս պրոտը Հայաստան։ Կլրացնի արդյոք մեծ բաց թողումը։ Ուր է տանում նրան կյանքը։ Ինչպես այդ կյանքը վարվեց մի աղջկա հետ, ով պարզապես փորձում էր փոխել ձանձրալի շոու բիզնեսի հունը։ Ուրեմն սա անի սենյակն է, շատ սիրելի ես կասեի։ Այստեղ ինչ-որ մեկի հիմա ապրում է։ Այստեղ հիմա ոչ ոք չի ապրում, որովհետև մենք 3 սենյականից բնակարանում ես ու Անին ենք միայն ապրում։ Սա իր սենյակն է, շատ սիրելի սենյակն է, քանի որ այստեղ նա շատ լավ հանգստանում էր եւ ուր էլ որ լիներ, եթե գալիս էր իր սենյակ, ուրեմն վերջ հանգստությունը տիրում էր էլի իր վրա։ Այստեղ նա երգեր է գրել, այստեղ նա ձայնագրել է իրան, փորձեր է արել, մի խոսքով ամեն ինչը իր փոքրիկ տունն է սա։ Իմ հոգեվիճակը ես կասեի բավարար է, քանի որ Անին ճիշտ է ինքը ստեղ բացակայում է, բայց ես ամեն օր եմ իրան հետ խոսում, իր հետ խոսում հեռախոսում, պարզապես կարոտն է ինձ շատ ահավոր խեղդում, շատ, բայց որ գիտեմ ինքը այնտեղ իրեն լավ է զգում, ես շատ ավելի հանգիստ եմ, քան որ ինքը այստեղ է, որովհետև ես այստեղ իր արցունքները շատ եմ տեսնում։ Ավելի շատ չգնահատվելու այդ ժամանակ ինքը որ արտասվում էր, ես չէի կարողանում իրան նայել։ Անին երբեք իրան չդավաճանեց։ Ես մի երկու անգամ իրան ասեցի, Անի, ինչ կլինի, դու էլ այդ երգերից երգի, այդ վեցից են ասում, ինչ են ասում, դու էլ դրանցից երգի, գոնե մի երկու անգամ դու էլ գնա, այստեղ հրավիրում են, կանչում էին, ասում են Անի, արի, մենակ պետքա սենց հետ երգեր երգես։ Ինքը երբեք իրան չդավաճանեց։ Միջև գնալը ինքը շատ նեղացած էր։ Նեղացած էր ոնց ասեմ, եթե ինչ-որ միջոցառումներ էր լինում, եթե ժյուրի կար այդ կազմում, եթե ժյուրի խնդիրներ, ուրեմն Անին երբեք չէին նկատում։ Ժողովրդին, եթե ժողովուրդը պետք է ընտրեր, ժողովուրդը ընտրում էր Անին, բայց եթե ժյուրի կա, Անին չկար։ Վայ, ես երբեք չէի ուզենա, որ ինքը վերադառնար անկեղծ ասած, քանի որ ես հիմա իր հանգստությունը այնտեղ տեսնում եմ, ինքը այնտեղ իրան շատ ապահով է զգում։ Ինքը այնտեղ շատ լավ է իրան զգում, այդքան չարչարվում է, չէ՞, բայց ինքը հոգեպես այնքան խաղաղ, այնքան հանգիստ է։ Շատ լավ կլներ, շատ եմ կարոտել իրան, ավելի լավ կլներ ես իրան գնայի, տեսնեի, գայի, ես չեմ կարող գնալ այնտեղ մնալ, որովհետև ես այստեղ շիրիմ ունեմ, եռաբլուզում։ Ես հնարավոր չի, որ ես քաղաքից բացակայել գնամ, բայց ես ավելի կուզենայի ես ինքս գնայի իրեն տեսնեի, քան թե ինքը գար։ Գազ տեղ ինչ անում։ Շատ կարոտել եմ ես իմ մամային, իրոք, շատ կուզեմ, որ մամաս կողքից լինի, շատ կուզեմ, որ մամաս կողքից լինի, ասենց ուղղակի փիսիկից վերցնի ու գա ստեղ։ Բայց դրանք դեռ ընդամենը ցանկություններ են, երազանքներ են։ Մամա ջան, ես քեզ շատ սիրում եմ ու շատ կարոտում եմ ու հավատում եմ, որ շատ շուտով մենք իրար կտեսնենք։ Ես համոզված եմ միայն մի բանում, որ Անին Ամերիկայում իր ոչ այնքան լավ իրավիճակում ավելի երջանիկ է, քան Հայաստանում լինելով գերաստղ։ Ցավոք սրտի դա ալտերնատիվ մտածողությամբ անձանց եւ օրիգինալ անձանց բեռն է ապրել նման կյանքով եւ մտածել լինել ազատ, այլ ոչ թե հետևել ինչ-որ օրենքների եւ լինել հայտնի։ Ես կարծում եմ, որ նա չպետք է վերադառնա, որովհետև ամեն դեպքում այստեղ նրան ճանապարհ չեմ տեսնում։ Անի ջան, ես քեզ շատ սիրում եմ, շատ կարոտել եմ։ Ամեն րոպե ցանկացած բան հիշում ենք քո ասածները, քո ֆրազաները, քո մաղթանքները, կֆունները։ Շատ քեզ սիրում ենք, շատ սպասում ենք, շատ կարոտել ենք։ Կարծում եմ, որ շուտով կվերադառնաս։ Բայց ես շատ կուզենայի, Անի ջան, որ դու գաս ու մենք մի հատ լավ համեր կանենք։ Պրոտ, սիրում եմ քեզ, շատ կարոտում եմ, շուտ արի։ Մենք շատ բաների միջով ենք անցել իրար հետ, թե լավ, թե վատ, մենք այնքան բան ենք կիսել իրար հետ ու ես չեմ ուզում ասել, թե ինչքան եմ քեզ սիրում, դու շատ լավ գիտես, Անջան, ես հիմա այդ չեմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել, որ շատ կարոտել եմ այն մեր քենթորերը իմ ու քո, որ մենք այդքան տարբեր, բայց այդքան բան էինք կիսում իրար հետ։ Վայ, շատ ուզում եմ արթնանամ մեկ գիշերը ժամը 2-ին ու զանգեմ քեզ ասեմ, Ան, լավ չեմ, կգաս գնանք միտեղ։ Ուզում եմ լացենք իրար հետ էլի առաջվա նման, ուզում եմ, չգիտեմ, ուզում եմ գրկեմ քեզ շատ։
Նա ամենավառն ու ամենահամարձակն էր։ Նա հեղափոխեց շոու բիզնեսը առանց որևէ մեկի կարծիքի հետ հաշվի նստելու։ Նա քննադատվեց, բայց տեղի չտվեց։ Նա ջնջեց կարելիների ու անթույլատրելիների սահմանը։ Նա ասաց, որ ունի աստղային ներկա, բայց չամաչեց իր անցյալի համար։ Ասաց, որ անկախ ցանկացած ընդդիմությունների ինքը կոմպրոմիսի չի գնա։ Ասաց, որ թեև մերկանում է, բայց նաև երգում է։ Ասաց, որ խենթ է, բայց դա իր ներաշխարհն է եւ ոչ մտածված կերպար։ Ասաց, որ համառ է, բայց հուսախապարեց մեզ, կոտրվեց։ Անի Թովմասյանը թողեց մեզ առանց շպրոտի։ Շպրոտի հուզիչ պատմությունը մեզ պետք է ստիպի եւս մեկ անգամ վերանայել մեր բոլոր մոտեցումները։ Քննարկումները հավանաբար դեռ կշարունակվեն մեր պաշտոնական կայքում եւ բլոգում։ Մեր մյուս քննարկումներին կարող եք միանալ Facebook-ում, Twitter-ում, իսկ ժամեր անց բաց թողած թողարկումը առաջարկում ենք դիտել YouTube-ում։ Հայֆանարտ.com կայքում կգտնեք Փոփ հանրագիտարանի բոլոր թողարկումները։ Հաղորդման հետ համագործակցում են դիզայներ Ֆաինան, ամենանորաձև In Love խանութ սրահը եւ Renaissance Style գեղեցկության սրահը։ Կհանդիպենք հաջորդ հանգստյան օրերին։ Իսկ մինչ այդ մենք կփորփրենք հայկական շոու բիզնեսի ամենափոշատ արխիվները։ Առայժմ Հաղորդման գործընկերն է Սարյան 16 հասցեում գտնվող In Love խանութ սրահը։ Հեռախոսահամար 54 48 51։ Հատուկ շնորհակալություն Renaissance Style գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 26A, հեռախոս 52 31 02։